Պարոն Դանիելյան, հերթական դատարանի բակում ենք, այս անգամ ինչ ակնկալիքներով եք այստեղ։ Մենք այստեղ ենք առաջերտին աջակցություն Դավիթ Համբարձումյանին, ակնկալիք Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական համակարգի առասարակ որևէ լավ լուծում եւ ելք ես չեմ սպասում, քանի որ մենք տեսնում ենք, որ դատաիրավական համակարգը Հայաստանում ուզուրպացված է եւ դատարանները որոշումները կայացնում են քաղաքական մոտիվներով եւ քաղաքական հետապնդումներ են իրականացնում եւ քաղաքական հետապնդման գործընթացի գործիք են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Այստեղ ենք ասելու, որ աջակցում ենք Դավիթ Համբարձումյանին, այստեղ ենք ասելու, որ չենք համակերպվում օրվա կառավարչի գործողությունների հետ եւ այստեղ ենք ասելու, որ միասնականությամբ միայն կարող ենք հաղթել այս իրավիճակը։ Այսինքն իրավիճակ է, որ հստակ գործողություններ են արվում ընդդիմադիր համայնքապետերի, ընդդիմադիր գործիչների նկատմամբ շինց ու քրեական գործերի շրջանակներում քաղաքական հետապնդումներ են ստեղծում, որպեսզի նրանց լրացնել եւ Դավիթ Համբարձումյանը մասնավորապես կարող ենք փաստել, որ նույն գործով որևէ վերդիկտ չկա նման նույն ձևով, այսինքն մարդիկ ովքեր անգամ արել են այն, ինչ մեղսագրվում է Դավիթի վրա, որը Դավիթը առասարակ չի արել եւ դա փաստ է, չկա նման որոշում, որ 6 տարի 3 ամիս ազատազրկման ենթարկեն։ Դավիթ Համբարձումյանը քաղաքական բանտարկյալ է եւ մենք այստեղ ենք ասելու, որ Հայաստանում կան հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ եւ քաղաքական այս ռեպրեսիաները այնքան են լինելու, մինչեւ այդ տարանջատման օպերացիաները շարունակվեն, մինչեւ չսոսնձվի միասնական գործընթաց չձևավորվի, չի կարող լինել դրական ելք։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Դավիթ Համբարձումյանը եղել է, կա եւ շարունակում է մնալ մեր իմպիչմենտի վարչապետի թեկնածու եւ վստահաբար կարող եմ պնդել, որ Դավիթին կալանքի են տարել հենց նրա համար, որպեսզի խոչընդոտեն այն գործընթացը, որը մենք սկսել ենք եւ Դավիթը կարող էր չվերադառնալ Հայաստան, բայց եկել է Հայաստան, որպեսզի պայքարի եւ Դավիթը ընտրել է պայքարի ճանապարհը անգամ բանտում։ Հարգելի հետևողներ, կզրուցենք անտիֆեյք խմբագրության աշխատակից